После полуторачасовых переговоров вечером состоится пресс-конференция, а до этого Владимир Путин и Жак Ширак собираются встретиться с российскими писателями, участниками Парижского книжного салона. Европейская четверка обсудит международные и экономические проблемы. Բարով խերով ծառայր եկար, տղամարդ դարձար, հիմա եկել է ժամանակը ամուսնանաս, բալաջան, նենց հարմար աղջիկ կա, զորամաս նամակ գրող ուներ։ Հա, պապ ջան, կա։ Իրար սիրում եք։ Ոնց որ։ Ինչ ասա։ Էս վերևի հարևան Սիրուսի աղջիկն է։ Լուսան։ Հա։ Հեչ լավ բան չասեցիր։ Ինչի, պապ։ Դե բալաջան, ջահելությունս կոմունիզմի ժամանակ է անցել։ Դե այն ժամանակն էլ աշխատասիրությունը խրախուսվում էր։ Ամբողջ օրը աշխատում էի։ Հետո հոգնած գալիս էի տուն, տենում էի Սիրուշի մարդը տանը չի, մնում էի իրանց տանը գիշերային սմեն էի աշխատում, բալաջան։ Ասածս ինչա, որ Լուսոյի հետ չես կարա պսակվես, որովհետև Լուսոն քեզ քուր ա գալու։ Բայց է գնացել էի մատի չափսեր իմանալ։ Չհասկացա զորամաս էլ ուրիշ նամակ գրող չկար։ Չէ, էլի աղջիկ կա։ Լավն է։ Հա դե վատը չի։ Իրար հանդեպ զգացմունք ունենում եք։ Ոչինչ էլի։ Ինչա՞ց է, ճանաչում եմ։ Հա, այս մեր դեմի հարևան Չինարի աղջիկն է։ Վարդուշիկա։ Հա, Վարդուշիկը։ Բալաջան, հեչ լավ բան չասիր։ Ինչի, պապ։ Դե էլի նորից այդ աշխատասիրության այդ պահն է, էլի։ Ամբողջ օրը աշխատում էի։ Դե գիտես այն ժամանակ էլ աշխատասիրությունը խրախուսվում էր։ Հոգնած գալիս էի տուն, տենում էի այդ մեր հարևան Չինարես տանը լիքը աշխատելու բան կա։ Ստիպված մնում էի իրանց տանը աշխատում էի։ Այ հենց այդ աշխատասիրության պատճառով է ցավը տանեմ, որ այսօր դու Վարդուշիկի հետ չես կարող ամուսնանաս, որովհետև Վարդուշիկն էլ է քեզ քուր գալու։ Պապ իսկ են առաջի արգի Նազիկենց աղջիկը։ Էլի նորից է նույն աշխատասիրության պահն է բալաջան։ Տղա ջան, դու դրան մի լսի, ում հետ ուզում ես ամուսնացի, այդ աղջիկները քո քույրերը չեն։ Էդ ինչի որ։ Էդ ոնց բան։ Որովհետև տղա ջան, ջահել ժամանակ ես էլ նենց ոչինչ աշխատասեր աղջիկ էի։